ԱՄՆ-ի աջակցության մասին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թրամփի ամենահավատարիմ եւ մտերիմ ղեկավարներից մեկն է։ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ Օրբանը թերևս աշխարհում միակ պետության ղեկավարն էր, որ բացահայտ աջակցում էր Թրամփին, հանդիպում էր նրա հետ, չնայած Բայդենը դեռ նախագահ էր, իսկ Թրամփի վերընտրվելու շանսերը քիչ էին։ Երկու ամիս անց 2026 թվականի ապրիլի 12-ին Հունգարիայում անցկացվելու են պարլամենտական ընտրություններ։ Օրբանի կուսակցության վերընտրվելու շանսերը քիչ են, քանզի իշխող Ֆիդաս կուսակցությունն ըստ վերջին սոցհարցումների մոտ 10%-ով զիջում է ընդդիմադիր ՏԻՍԱ կուսակցությանը, որի առաջնորդի տարբերություն Օրբանի հանդես է գալիս Եվրամիության հետ ավելի սերտ եւ համերաշխ կապերի օգտին։ Վերջին օրերին մամուլում շրջանառվեց տեղեկություն, համաձայն որի Օրբանը ամիսներ շարունակ Թրամփից ֆինանսական աջակցություն է խնդրում, սակայն խնդրանքը մնացել է անպատասխան։ Հունգարիայում տնտեսական վիճակը այդքան էլ լավ չէ։ Այդ երկիրը ԵՄ ամենակոռումպացված երկրներից է եւ ընտրողները դրանում մեղադրում են Օրբանին։ Այսինքն այս պահին Թրամփի օգնությունը Օրբանի համար կենսական, եթե ոչ ճակատագրական նշանակություն ունի։ Լրագրողները մի քանի օր առաջ Թրամփից ճշտեցին, արդյոք ճիշտ է, որ Օրբանը օգնության խնդրանքով դիմել է իրեն։ Թրամփը հաստատեց տեղեկությունը, փաստացի խոստանալով, որ խնդրանքը մնացել է անպատասխան։ Եվ դա բնական է։ Ամերիկյան հարկատուները, հատկապես Թրամփի էլեկտորատը, դեմ են իրենց գումարները ԱՄՆ-ից դուրս ցանկացած հարցի վրա ծախսելու մտքին։ Ամերիկան այժմ միայն պահանջողի դերում է, ցանկացած երկրից, ցանկացած առիթով, ցանկացած չափի գումարի պահանջ կա։ Նույնիսկ Հայաստանի պես բանկրոտ երկրից են ուզում մի բան պոկել։ Օրբանի հասցեին Թրամփի կողմից պարբերաբար շռայլվող գովեստի խոսքերը եւ սոցցանցերի գրառումները Հունգարիայի տնտեսական վիճակի վրա ոչ մի կերպ ազդել չեն կարող։ Ճիշտ է, Թրամփը Օրբանին թույլ է տվել պատժամիջոցներից դուրս որոշակի քանակությամբ ռուսական էներգոկիրներ գնել, քանզի Ուկրաինան դադարեցրել է դրուժբա նավթատարով դեպի Հունգարիա եւ Սլովակիա նավթի հոսքը, բայց դա էլ էական նշանակություն չի ունենալու Օրբանի վարկանիշի վրա։ Ավելին, Թրամփը Օրբանին պարտադրեց պայմանագիր, համաձայն որի Հունգարիան պետք է տարեկան $500 միլիարդ ամերիկյան հեղուկ գազ գնի։ Ինչպես ասում են, дружба но деньги вперед։ Սա հատուկ մեր այն խաբեբաների եւ տգետների համար, որոնք ամերիկյան ներդրումների մասին հեքիաթներ են պատմում։ Մյունխենի համաժողովից հետո Օրբանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հունգարիա էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Կրկին հնչել են Օրբանի հասցեին գովեստի խոսքեր, հունգարա-ամերիկյան ստրատեգիական հարաբերությունների մասին շռայլ խոսքեր եւ խոստումներ, բայց հունգարացիների համար դա ոչինչ է։ Երկու ամսից ընտրություններ են, հրաշքներ չեն լինում, խոստումներից տնտեսական վիճակը չի լավանա։ Այս պատմությանը անդրադառնում են, որպեսզի հայաստանյան որևէ քաղաքական ուժ կամ քաղաքացի ինքնախաբեությամբ չտարվի։ ԱՄՆ-ի կամ անձամբ Թրամփի աջակցությունը գալիք ընտրությունների ելքի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենալու։ Գալիք նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալու են կոնգրեսի ընտրությունները։ Թրամփի վարկանիշը օր-օրի ընկնում է, իսկ նա որևէ ուղղությամբ դեռևս լուրջ հաջողություն չի գրանցել։ Ռուսները ուկրաինական հարցի շուրջ բանակցությունները ձգձգելով, դրանք Աբու Դաբիից կամաց տեղափոխեցին Ժնև։ Իրանի հարցը նույնպես Ժնև է վերադառնում։ Ամերիկան Էփշթեյնի գործի վրա սևեռված մտնում է նախընտրական բուռն շրջան։ Իրանը, Ուկրաինան, առավել եւս Հունգարիան եւ Հայաստանը ամերիկյան քաղաքական գործիչների եւ ընտրողների համար հետին եւ ամենահետին պլաններում են։ Ամերիկացի ընտրողին նախ եւ առաջ հետաքրքրում է գնաճը, սոցիալական բազմաթիվ խնդիրները, լայնածավալ կոռուպցիան եւ Թրամփի շնորհիվ ԱՄՆ-ում խորացող անտերության մթնոլորտը։ Մեծ հաշվով աշխարհի բոլոր երկրներում ընտրողների պահանջները նույնն են։ Կոռուպցիան եւ սոցիալական անարդարությունը կոծկում են պատերազմներով եւ զանազան հակամարտություններով։ Չկա դեմոկրատիա, չկա արևմտամետություն, կա ռուսամետություն, կան լուրջ ներքին խնդիրներ։ Ձնհալքից հետո հայաստանյան փողոցների վրա առաջացած փոսերը մանրուքներ են, որոնք լավ տեսանելի են։ Մեր բոլոր ոլորտներում այդպիսի փոսեր են։ Նույնիսկ մեր երկրի սահմաններն են նման ասֆալտի փոսերին։ Մի քանի կիլոմետր սահմանազատված է, մի քանի կիլոմետր հանձնված, մի հատվածում ռուսական սահմանապահներն են, մի հատվածը հանձնվում է պայմանական ԱՄՆ-ին, բայց վերջին հաշվով ում է այն բաժին հասնելու դեռ պարզ չէ։ 8 տարի խոստումներ են տրվել, գումարներ են ծախսվել, պետության սուղ ռեսուրս եւ ժամանակ է վատնվել, բայց ունենք փոսեր, չլուծված հարցեր, գնաճ, աճող պարտքեր, ծանրացող հարկային բեռ եւ օդում կախված խաղաղություն։ Ընտրություններից 3 ամիս առաջ ասֆալտի կարկատան։ Finitalia Commedia գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։
Լեհաստանը Ռուսաստանի դեմ խորհրդային տիրապետության շրջանում կրած վնասների դիմաց փոխհատուցման հայց է նախապատրաստում, ըստ ՌԻԱ Նովոստի այդ մասին գրել է Financial Times-ը։ Պարբերականը հղում է արել Լեհաստանի ռազմական կորուստների ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գանդեկին, ում վարչապետ Տոսկը հանձնարարել է հետաքննություն իրականացնել։ Գոնդեկն ասել է, որ աշխատանքն ավելի ծավալուն կլինի, քան նացիստական հանցագործությունների բացահայտման դեպքում։ Լեհաստանը 2022 թվականին Գերմանիայից պահանջել է 6 տրիլիոն գլոտի որպես ֆաշիստական օկուպացիայի տարիներին կրած վնասների փոխհատուցում։ Գերմանիայի դաշնային կառավարությունը մերժել է եւ հիմնավորել, որ բավարար չափով փոխհատուցում Լեհաստանն արդեն ստացել է։ Ռուսաստանից ինչ կարգի եւ ինչ չափսի փոխհատուցում է մտադիր պահանջել Լեհաստանը, ինչ մարմին պետք է քննարկի Մոսկվայի դեմ Վարշավայի հայցը, այդ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ուշագրավ է խնդրի քաղաքական կողմը։ Անցյալ դարում Լեհաստանը 2 անգամ ենթարկվել է բոլշևիկյան ագրեսիայի։ Լեհաստանում խորհրդային կարգերի հաստատելու առաջին փորձը ձախողվել է։ Բոլշևիկյան զորքերը ծանր պարտություն են կրել։ Երկրորդ անգամ Լեհաստանը մասնատվել է նացիստական Գերմանիայի եւ Խորհրդային Միության հետ, իսկ երրորդ համաշխարհային պատերազմից հետո Վարշավայում հաստատվել է կոմունիստական իշխանություն։ Բայց Լեհաստանը միակը չէ, որ դժել է Ստալին-Հիտլեր գործարքից, կորցրել ինքնիշխանություն ունեցել մարդկային տարածքային եւ քաղաքակրթական ահռելի կորուստներ։ Ռուսաստանի դեմ կրած կորուստների փոխհատուցման լեհական հայցը կարող է ընդօրինակելի լինել առաջին հերթին մերձբալթյան 3 երկրների համար, որ 1939-ից 40 թվականներին կորցրել են անկախությունը եւ բռնակցել ԽՍՀՄ-ին։ Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան նման հայց հարուցելու իրավական լուրջ հիմքեր ունեն։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը գոյության վերջին շրջանում Մերձբալթիկայի խորհրդայնացումը ճանաչել է միջազգային իրավունքին հակասող։ Արդյոք մերձբալթյան երկրները կհետևեն Լեհաստանի օրինակին։ Ավելի ճիշտ Մոսկվայի դեմ Վարշավայի հայցի նախապատրաստումը ծրագրավորված քաղաքականություն է, Եվրամիությունը փորձում է կիրառել։ Զուտ քաղաքական առումով Լեհաստանի այդ քայլը ներգրավում է Ռուսաստանից սպասվող սպառնալիքներին դիմակայելու համալիր քայլերին, որ ծրագրում է Եվրամիությունը, բայց որքան հետևողական կլինի այդ հարցում Բրյուսելը դժվար է ասել։ Նյութի աղբյուր առաջին EM։ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովն ավարտվել է թողնելով կայուն տպավորություն, որ միջազգային անվտանգությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այնքան անկայուն, եթե չասվի խարխլված չի եղել, քան այսօր է, որ է Մյունխենում երկօրյա քննարկումների, ինչպես ռուսերն են ասում, չոր արդյունքները։ Առաջինը թերևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հավաստիացումն է, որ Միացյալ Նահանգները եւ եվրոքաղաքականության ամբողջականությունն են։ Երկրորդը երևի Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով Գերագույն հանձնաժողովի Կալասի սահմանումն է, որ Ուկրաինայում Ռուսաստանը չի հաղթում եւ Պուտինը բանակցությունների սեղանին չպետք է ավելին ստանա։ Որքանով է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը համապատասխանում Սպիտակ տան իրական քաղաքականությանը, հնարավոր կլինի դատել Ժնևի ռուս-ամերիկյան-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։ Ըստ տեղեկությունների, Դոնբասի հարցում Վաշինգտոնն առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի։ Ոչ մի երաշխիք չկա, որ այդ տարբերակը Վլադիմիր Պուտինի համար ընդունելի կլինի։ Մյուս կողմից տարածված տեղեկությունների համաձայն Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկում է տնտեսական համագործակցության շատ գրավիչ ծրագիր։ Այս համատեքստում անկասկած պետք է չափազանց լուրջ վերաբերվել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկում է Եվրոպայի միջուկային պաշտպանության կազմակերպման հարցը։ Ֆրանսիան ԵՄ միակ միջուկային տերությունն է։ Ավելի վաղ Մակրոնն ասել է, որ պատրաստ է Եվրոպայի համար միջուկային հովանոց ապահովել։ Նույն օրը խիստ զգուշացնող հայտարարություն է արել Լեհաստանի նախագահ Կարլ Մավրոցկին։ Ես միջուկային նախագծին Լեհաստանի միանալու մեծ կողմնակից եմ։ Մենք զինված հակամարտության եզրին գտնվող երկիր ենք եւ գիտենք, թե իմպերական ինչ ծրագրեր ունի Ռուսաստանի Դաշնությունը Լեհաստանի նկատմամբ։ Polsat News-ին հարցազրույցում ասել է նա. ըստ Մավրոցկու Լեհաստանը պետք է ունենա սեփական միջուկային ներուժը, պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։ Փետրվարի 16-ին հայտնի է դարձել, որ Լեհաստանի կառավարությունը ավարտին է հասցնում Օտավայի կոնվենցիան չեղյալ հայտարարելու ընթացակարգը։ Դա թույլ կտա, որպեսզի փետրվարի 20-ից սկսած Լեհաստանը ձեռնամուխ լինի իր սահմանների պաշտպանության նպատակով հետևակային ականների արտադրությանը։ Այդ ծրագիր Արևելյան Վահանի բաղկացուցիչ մաս է եւ իրականացրել է Ռուսաստանի հավանական հարձակման դեմ հզոր պաշտպանության կառույցներ ստեղծելու նպատակով։
Կարգավորման ինչ տարբերակ կարող է գտնել Ուկրաինայի համար ռազմավարական ծրագրավորման առումով այլևս գուցե էական չէ։ Ուկրաինայի դեմ Վլադիմիր Պուտինի սանձազերծված պատերազմը Եվրոպային ստիպել է ընտրել ռազմականացման ճանապարհը։ Հաշվարկը երևի այն էր, որ սպառնալիքի ճնշման տակ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը կփլուզվեն, Արևելյան Եվրոպայի երկրները կճանաչվեն Ռուսաստանի գերտերությունը, ասել է Պուտինը լիովին եւ վերջնականապես ձախողվել է։ Թերևս ճիշտ չէր լինի, բայց Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում Եվրոպան գոնե ռուսական ագրեսիան դիմակայելու հարցում վճռական միասնություն դրսևորել է։ Ֆրանսիա-գերմանական միջուկային համագործակցությունը հավանաբար ուժային այն կրֆանն է, որ ԱՄՆ պիտի դրդի Ռուսաստանի հետ գործարքում հարգել Եվրոպայի շահերը։ Նյութի աղբյուր առաջին էում։